Երևանը դարձել է գերեզմանատուն, հաճախ հնչող արտահայտությունը ցավոք իրականությունից այդքան էլ հեռու չէ։ Երևանի վերջին հողակտորը հանգուցյալի համար գերեզմանատների գերծանրաբեռնվածության պատճառով Երևանը կանգնած է տարածքային լուրջ ճգնաժամի առաջ։ Շատ մոտ է այն ժամանակը, երբ Երևանում տարածք չի լինի անգամ հուղարկավորության համար։ Երևան քաղաքում կա 21 գերեզմանատուն, որը զբաղեցնում է ավելի քան 552 հեկտար տարածք։ Այս պայդրությամբ փակ գերեզմանատուն չկա, կա մասնակի փակ գերեզմանատուն, որտեղ նոր տեղեր չեն հատկացվում։ Եթե կա ընտանեկան գերեզմանատեղի, հուղարկավորությունները թույլատրվում են։ Մասնակի փակ են Քանաքեռի և Ավանի գերեզմանատները։ Տարիներ հետո որտեղ են հուղարկավորվելու մահացածները, որպես լուծում քաղաքային իշխանության պատասխանատուներն ուսումնասիրում են այրելու մշակույթը։ Այս տարի փորձելու ենք Եղեռգիզարյանի կառուցման մասով ինչ-որ նախագծեր առաջարկել։ Օրենքը կա, գործում է, կամայական սկզբունքով է։ Մենք մեր քաղաքացիներին որոշակի հարցում ենք իրականացրել, մոտ 30-ից 35%-ը համաձայն է Եղեռգիզարյանի կառուցմանը, որ այդպիսով լինի հուղարկավորությունը իրենց հարազատի։ Շատ երկրներում է գործում Եղեռգիզարյանը, կրոնական առումով էլի կան երկրներ, որոնք էլի ընդունում են ու դա մարդու իրավունքն է, ինքը պետք է ցանկանա, եթե ցանկանում է, կարելի է այդպես հուղարկավորություն կատարել։ Դիակիզում թե հուղարկավորություն, արդյոք պետք է կարևորել մահվանից հետո դին կվերածվի մոխրի, թե հողի։ Մոխիր կամ հող, ինչ տարբերություն, ասում է Երևանի քաղաքապետարանի բնակչության հատուկ սպասարկում հողակի տնօրեն Հրաչյա Նազարյանը։ Կրոնի մեջ ասում է մարդը հողից է պետք է հող դառնա, իսկ հող դառնալու համար տարբեր միջոցներ կա։ Իսկ ինչ է սպասվում դիակիզումից հետո, պարզվում է, ընտանեկան գերեզմանատեղերը հուշատախտակներով են փոխարինվելու։ Եղեռգիզարյանը կառուցումից հետո մենք նաև գերեզմանատներում հուշապատեր ենք ստեղծելու, ոնց որ այլ երկրներում է, եւ այդ սափորները հուշապատի մեջ է դրվելու։ Հայ առաքելական եկեղեցին խստագույնս դատապարտում է մարդու մարմինը դիակիզելու և այսօրինակ մշակույթ Հայաստանում ձևավորելու ցանկացած որոշում կամ օրինագիծ։ Եկեղեցին իր կարծիքը հայտնել է, որ դիակիզմը որպես այդպեսին ընկալելի եւ ընդունելի չէ։ Մեկ, եւ եթե մենք դիակիզմը դիտարկում ենք որպես ալտերնատիվ միջոց, որպեսզի կարողանանք տարած խնայել, ապա դա սխալ մոտեցում է։ Մկրտությունից հետո մարդու մարմինը համարվում է հոգու սուրբ տաճար եւ ամբողջ քրիստոնեական աշխարհում որևէ հիմք չկա մարմինն այրելու։ Դա մեղք է, ասում է Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը։ Աստվածաշնչում մենք տեսնում ենք օրինակները հրեական հուղարկավորության, որ ամենևին էլ կապված չի եղել հարգիզման հետ։ Այլ պարզապես դրել են իրենք քարայրի մեջ, հետագայում հանել են, նորն են դրել, դա ինչ-որ միտեղ ամփոփել են, ոչ ավելին։ Եվ եթե մենք նայենք ամբողջ քրիստոնեական աշխարհը, որևիցե մի դավանաբանական հենք եւ կամ հիմք չկա մարմինը այրելու։ Երևան քաղաքում գերեզմանատներն անընդհատ չեն կարող ընդլայնվել, գերեզմանատների սահմաններն արդեն ճշտված են, տեղեկացնում է բնակչության հատուկ սպասարկում հողակի տնօրենը։ Տարիներ առաջ շատ մեծ չափերի գերեզմանատեղիներ են վերցրել, բայց դա վկայականով չի եղել, ուղղակի մարդիկ սարքել են, իսկ գերեզմանատեղին տարիներ առաջ սարքած ինձ թվում է չի լինի էլի քանդել։ Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվն առաջարկում է խնայել հողն ու անտեղի օրենքներ չընդունել։ Հատուկ, այսինքն նպատակադրված կերպով այդ մարմինը փչացնելը, այրելը, դա ճիշտ չէ։ Այլ բան, երբ որ ինչ-որ դժբախտ դեպք է պատահում, մարդիկ այրվում են, այո, մենք հուղարկավորությունը կատարում ենք, բայց հատուկ կամ ասենք դիցուք արտասահմանից չեն կարող տեղափոխել, այնտեղ օրենքի համաձայն այլ կերպ վարվելու չունեն, իրենք հնարավորություն չունեն, դա ուրիշ բան է, բացառություն են, բայց ինչ-որ տեղ չգրավելու համար հատուկ օրենք ընդունեն եւ հետագայում պարտադրեն մարդկանց, որ գիտեք, պարտադիր պետք է հրկիզեք, որովհետև տեղ չունենք, ուրեմն սխալ է։ Դիակիզումը կշարունակի մնալ անլուծելի թվացող հարց մեր կրոնի, ավանդույթների ու ժամանակակից կյանքի խաչմերուկում։ Հասմիկ Ֆահրադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։